Բարի երեկո։ Օրերս լույս է տեսել մշակութային գործիչ Սամվել Հարոյանի ազգային երգարան գրպանի ժողովածուն, որ բաղկացած է 21 հատորներից։ Ավագ սերունդը հավանաբար կհիշի, թե երգարանները, գրպանի երգարանները ինչքան տարածված էին մեր առօրյայում, ինչպես էին դրանք գործածվում ընտանեկան հավաքների, խնջույքների, կնունքների, ծնունդների ժամանակ։ Հետո կարծես թե դրանք վերացան, այլ երգեր հայտնվեցին մեր սրտում, հետո կարծես նորից վերադառնում են։ Սա երկրի հարցը ծրագիրն է, ես այսօր զրուցելու եմ մշակութային գործիչ Սամվել Հարոյանի հետ։ Բարի երեկո։ Բարի ձեզ։ Սկսենք նրանից, թե ինչ է իրենից ներկայացնում այս ժողովածուն, ինչով է տարբերվում մեր իմացած երգարաններից։ Ժողովածուն կարելի ասել առանձնակի է։ Առանձնակի է իր բազմաթիվ լուծումներով։ Նախ առաջին հերթին մեր իրականության մեջ նման չափսերով, նման գեղեցիկ ձևավորմամբ, նման ծրագիր, որին որ մասնակցել է մեր ամբողջ երաժշտական աշխարհը, կոմպոզիտորներ, երաժշտագետներ, բանահավաքներ եւ նման չափսերով իրականացվում է առաջին անգամ։ Առաջին անգամ, բայց ինչպես դուք նշեցիք, նախկինում մենք ունեցել ենք նախապատմություն իհարկե երգարանների, որոնց թվում եղել են երգարաններ, որոնք որ չափսերով իհարկե նաև կոչվելով գրպանի երգարաններ, անդադ եղել են երգասերի կողքին, երգասերի հետ։ Սակայն այստեղ մենք խնդիր ենք դրել ավելի շատ ոչ գրպանի, ոչ թե հենց այն առումով, որ անդադ պետք է գրպանում պահել։ Գրպանի իմաստը նա է, որ այն պետք է լինի հոգու, ծոցի, ամենամոտ ընկեր, ամենահարազատ ընկեր։ Իմաստը հիմնականում սա է։ Չնայած իր չափսերով իհարկե կարելի է համարել նաև այո, օգտագործելի վիճակով, տեղ տանել եւ իհարկե օգտագործել համապատասխան խնջույքների, համապատասխան հավաքների բազմաթիվ միջոցառումներ։ Տուփը կբացեք, տեսնենք ինչ լուծումներ են եւ ինչ է պարունակում այն իր մեջ։ Ինք իրենից ներկայացնում է գեղեցիկ այսպիսի մի տուփ, որ կարծես գրադարակ լինի, գրքերի, գրքույկների գրադարակ լինի եւ համապատասխանաբար շարված 1-ից մինչեւ 21 հատորները։ Այո, 21 հատորյակները կարող է բնական հարց ցակել, ինչու 21 հատոր։ Մեկ հատորը միանգամից ասեմ, որ դա հայ երգի մասին հանրագիտակ է իր բազմաթիվ տեղեկություններով։ Առաջին հատորը բնականաբար հանրագիտակ է եւ 20 հատորյակները ժամանակային առումով մեր հայ երգն է, ազգային երգը իր բոլոր դրսևորումներով 20 հատորյակի մեջ զետեղված են։ Իհարկե ընտրանի է։ Մի ժանրի երգեր են, մի ոչինչ։ Այո։ Իհարկե մենք չենք կարող անմասն ունենալ եւ այստեղ չընդգրկել հոգեվոր երգերը, 4-րդ դարից եկող մեր հոգեվոր երգերը, եւ միանգամից ասեմ, որ յուրաքանչյուր հատորյակին մասնակցել է տվյալ ժանրի հայաստանյան լավագույն երաժշտագետը կամ մասնագետը կամ միգուցե թվարկենք, թե հանրագիտակից զատ այդ 20 հատորներում յուրաքանչյուր հատորը ինչ է պարունակում մեջ։ Երկրորդ հատոր հոգեվոր երգեր, հին աշուղներ 16-րդ դարից սկսած մինչև 20-րդ դարի կեսերը, Սայաթ Նովա առանձին հատորյակ, Ջիվանի առանձին հատորյակ, քաղաքային երգեր, կոմիտաս, ռազմի երգեր, շերամ, մանկական ժողովրդական երգեր, երաստ համաստեղություն, ինչպես իրենց նշել էր Հովհաննես Շիրազը, Հավասի Աշոտ Շահեն, բնության հրաշքներ, խոսքը գնում է հողի, ջրի, ծառի, ծաղկի մասին, սիրո երգեր կամ ռոմանսներ, հայրենական երգեր, հայրենիքի, Հայաստանի մասին, երգեր Երևանի մասին, մեծ սիրելի մայրաքաղաքի մասին առանձին հատորյակ է կազմում, կարոտ հատորյակը իր մեջ ընդգրկում է պանդուխտի եւ օրորոցային երգեր, դասական էստրադային երգեր իհարկե, մայրապատում առաջին անգամ նման հատորյակ է տպվում, որտեղ երգերը նվիրված են մեր մայրերին, միայն մայրերին, այո, անմոռաց երգեր, մանկական կոմպոզիտորական երգեր եւ իհարկե որոշեցինք նաեւ առանձին հատորյակ լինի Առնո Բաբաջանյանին նվիրված։ Պատրաստի երգերն են, հա, հավաքագրվել, թե ձայնագրվել են մեր իմացած երգերը։ Ասեմ, որ ծրագիրը իրականացվել է շուրջ 5 տարիների ընթացքում։ Հասկանալի է։ Եվ այդ 5 տարիների ընթացքում մենք մեր աշխատակազմը մասնագետների հետ միասին իհարկե բազմաթիվ խնդիրներ են ունեցել, բազմաթիվ խնդիրների շարքում առաջին հերթին նա էր, որ երգերը ըստ սկզբնաղբյուրների բնօրինակներով ներկայացվեն։
տեքստերի մասին է խոսքը։ Եվ շատ երկրի Հավանաբար շատ ճշգրտումներ են եղել, չէ՞, որովհետև տարիների ընթացքում բազմաթիվ ճշգրտումներ են եղել։ Շատ երկարաններում իհարկե տարբեր ձևով են ներկայացնում։ Նույն երգը կարող է մի երկարանում այլ բառերով ներկայացվի, մի այլ երկարանում մի այլ կերպ ներկայացվի։ Ճշգրտումների մասին տեղեկություններ կան, թե որ երկում ինչ ճշգրտումներ են եղել, թե առանձին տեղեկություններ, որ այս երկում եղել են այսպիսի ճշգրտումներ, այդպիսի խնդիր մենք մեր առջև չենք դրել։ Սակայն հանրագիտակ հատորյակում իհարկե մենք տվել ենք նաև այնպիսի խորագրեր, որտեղ նման հարցերի որոշակի պատասխաններ կան։ Օրինակ, ընդհանրենք ասենք, որ տեսեք աղավնին երգը դա, որ միշտ այժմ անհայտ էր կամ որոշ երկարաններում գրվում է Կոմիտաս, ոչ տեքստերի հեղինակը Մանուկ Զգոնյանն է։ Եվ այլն նման բազմաթիվ խնդիրներ իհարկե, արդեն նաև բազմաթիվ եթերներից էլ հայտնի է, որ խեղճ մշեցին մեռավ լալով երգը, որը որպես առաջին տուն երգվում է, այդպես դա երրորդ տունն է, որ գրված է Քաջարաբոյի երգը նաև գրել է Աշոտ Ֆարատը 19-րդ դարի վերջերին եւ լրիվ ուրիշ բառերով է սկսվում։ Այսինքն այս երկու օրինակը բերելով ես ուղղակի ուզում եմ ասել, որ մենք խորամուխ ենք եղել տեքստերի սկզբնաղբյուրների առումով ներկայացնելու այդ գործընթացի մեջ եւ իհարկե երաժշտագիտական գրադարանի, կոնսերվատորիայի պահոցների, մեր ազգային գրադարանի պահոցներով մենք կարողացել ենք հայտնաբերել եւ երկհասերին ներկայացնել հենց սկզբնաղբյուրներով մեր տեքստերի մասով, իսկ երաժշտության գործիքավորման երաժշտության մասով իհարկե բոլոր երգերը 659 երգի դեպասը, որ այստեղ, այո, 659 երգ է ընդգրկված եւ բոլոր երգերը նոտագրված են։ Որոշակի քանակ մեր հաշվարկներով մոտավորապես 30%-ն է կազմում, առաջին անգամ են նոտագրվել։ 30%-ը առաջին մոտավորապես 30%-ը երգերը առաջին անգամ են նոտագրվել են մասնագետների կողմից։ Մեր աշխատակազմի մասնագետների կողմից, ովքեր որ այդ ասպարեզում համարվում են լավագույնները։ Դուք այս ժողովածուի կազմողն եք, բայց աշխատակազմ ունեք եւ հա։ Այո, իհարկե մենք ունենք աշխատակազմ, որ աշխատել է եւ տեքստերի առումով եւ նոտագրման առումով եւ խմբագրական կազմ ունենք եւ սրբագրողներ ունենք, այսինքն լուրջ աշխատակազմ է աշխատել այս ժողովածուի վրա եւ դրա հետ մեկտեղ ասեմ, որ յուրաքանչյուր հատորյակը, որ մենք թվարկեցինք, տվյալ ժանրի մասնագետը հատուկ ուրեմն խոսք է գրել տվյալ երգի կամ թեմայի կամ հեղինակի մասին։ Ընդհանրենք 4-րդ հատորը, որ Սայաթնովային է նվիրված, Հենրիկ Բախչինյանի խոսքն է դրված այնտեղ։ Առնո Բաբաջանյանի հատորյակում դրված է Մելիք Մավիսակալյանի խոսքը։ Շերամ հատորյակում դրված է Ալինա Փալևանյանի խոսքը։ Աշուղական արվեստի բնագավառում Թոմաս Պողոսյանի եւ այլն, այսինքն տվյալ ժանրի լավագույն մասնագետներ։ Ինչ աղբյուրներից եք օգտվել։ Երկերը որտեղից եք հավաքել այսքան։ Աղբյուրները բազմաթիվ են, ասեմ մի անգամից, եւ ես դրա մասին նշեցի իհարկե, սակայն նորից մեկ անգամ եւս նշեմ, որ դրանք հիմնական են գրապահոցներն են, որտեղ որ այդ նյութերը պահպանվում են, պահում եւ պահպանվում են։ Շատ հաճախ մենք աղբյուրներից օգտվելով իհարկե որոշ բաներ չեն կարողացել հայտնաբերել, աշխատել ենք եւ իհարկե դիմել ենք այլ կազմակերպությունների, այլ մարդկանց մասնագետների, ինչու՞ չէ, որոնց միջոցով մենք կարողացել ենք որոշակի նյութեր հայթայթել եւ կարողանալ տվյալ երգը, տվյալ երգի նոտագրումը հասնել իր հանգուցալուծման։ Սփյուռքը ինչ չափով է ներկա եւ ներկայացված այստեղ։ Սփյուռքը ի նկատի ունեք երևի հեղինակներին, սփյուռքահայ հեղինակներին։ Այո, սփյուռքահայ հեղինակների կարելի ասել բազմաթիվ երգեր այստեղ կան եւ վերջերս մենք հաշվարկ արեցինք, մոտավոր հաշվարկ իհարկե, որտեղ շատ դժվար է դա իրականացնելը, եւ խոսքերի հեղինակները եւ երաժշտության հեղինակները իրենց նկատի ունենք, շուրջ 20% երևի երգերի կարելի ասել, որ սփյուռքահայ ստեղծագործողների երգեր են այստեղ ու կարծում եմ դա բավական լուրջ ցուցանիշ է այս բaragայում, որովհետեւ մենք մեծ իհարկե գաղութներ ունենք, բազմաթիվ գաղթօջախներ ունենք, հայկական գաղթօջախներ, որտեղ կա նման երգերի, նման երգարանների պահանջարկ։ Այս ժողովածուն իր 21 հատորներով իր նախապատմությունն ունի, ինչքան գիտեմ 7 հատորից բաղկացած, հա, ճիշտ է, 7 հատորից բաղկացած։ Հետո այս ամբողջ պատմությունը ինչպես սկսվեց, նախ այդ 7 հատորյակը, հետո արդեն այս 21-ը ինչպես շարունակվեց։ Եվ արդյոք ունի էլի շարունակություն։ Գիտեք, դա երևի խոր արմատներ ունի, մինչև իմ մանկությունն է գնում, մինչև մեր ընտանիքը, այն ընտանիքը, որտեղ որ ես ծնվել մեծացել եմ, այն ընտանիքը, որտեղ որ միշտ խնկարկվել է հայ երգը,
հիմնականում որոշ շուրթերից եւ այն ընտանիքը, երաժիշտներն եղել ծեր ընտանիքում, թե ոչ, հայրս եւ մայրս բանասերներ էին, գրականագետներ, բանասերներ, երկար տարիներ իհարկե աշխատել են միջնակարգ դպրոցում եւ մեր ընտանիքում միշտ եղել է կիրթ խոսքը, հայ լեզուն, հայ գրականությունը եւ իհարկե անմասն չենք մնացել նաեւ հայ երգից։ Եվ շատ հաճախ տարբեր խնջույքների ժամանակ իհարկե երգը խնկարկվել է մեր տանը։ Այդ սերը բնականաբար առաջացել է հենց մանուկ հասակից։ Սակայն հետո աշխատանքի բերումով, տարիների ընթացքի բերումով, ճակատագրի բերումով իհարկե հայտնվել եմ տարբեր երկրներում։ Միտքը ինձ մոտ ծագել է Մոսկվայում աշխատելու տարիներին։ 2005 թվականին, որ պետք է ստեղծել երգարաններ։ Ստեղծել միգուցե այն ձևի մեջ, այն չափի մեջ, այն տեսքի մեջ, այն գեղեցիկ տեսքի մեջ, որ մենք կարողանանք մեր երիտասարդներին, բացի այն, որ խոսքերով ասում ենք, տարբեր միջոցներով փորձում ենք գրավել դեպի մեր երգը, գոնե իր տեսքով էլ, իր արտաքին տեսքով էլ գոնե կարողանանք գրավել, որովհետև եթե ձեռք ընկնի երիտասարդի, կարծում եմ դա նույնպես կարող է ինչ որտեղ իր հայեցիության, այդպես ասում են, արյունը շարժվի, չէ՞, կարծում եմ այդպիսի խոսք կա, եւ դրանից հետո ինքը սիրահարվի իհարկե մեր երգին, այլ ոչ թե այլ երգերին դուրս ես որ նշեցի, թե այլ երգեր հայտնվեցին մեր սրտում եւ հոգում, հա, հիմա այդ այլ երգերի նկատմամբ անհաղորդ է եղել ձեր ընտանիքը կամ դուք անհաղորդ եք ընդհանրապես։ Այլ երգերի նկատմամբ ցավոք սրտի նկատի ունեմ 6-8 եւ դրանք դե ամենուր են այդ երգերը։ Ամենտեղ են, անընդհատ են հնչում։ Երկարանում չկան։ 6-8 կա, որովհետև դա այն տակն է, որի շրջանակներում իհարկե բազմաթիվ երգեր են ստեղծվել, ինչու՞ չէ, մեր կոմպոզիտորներն են ստեղծել նման երգեր։ Խոսքը դրա մասին չէ, խոսքը նրա մասին է, ուղղակի որ մենք կարողանանք նույն երգերը պահպանել այնպիսին, ինչպիսին որ ստեղծել են իրենց հեղինակները, նույն բանաստեղծները եւ նույն երգաստեղծները։ Իհարկե դրա մասին է խոսքը։ Եվ այդ սերը 2005 թվականից մոտ միտքը ծագեց, հետո ես սկսեցի իրականացնել վերադառնալով հայրենիք Հայաստան ու ծնվեցին 7 հատորյակը, որը ուներ հարակից CD սկավառակ, ամբողջ երգերի ձայնագրությունը։ Սա չունի սկավառակ, այստեղ նոտագրումն է արդեն ներկայացված։ Սակայն կարծում եմ աշխատանքները դուք այդ հարցն նաև տվեցիք, աշխատանքները կշարունակվեն եւ մենք հետագայում եւ սկավառակի մասին կմտածենք եւ իհարկե մեր աշխատակազմը լծվելով այս գործին, կարծում անընդհատ պետք է զբաղվի գեղեցիկ, հրաշալի, ճիշտ, ճշմարիտ երգարաններ ստեղծել։ Կարող եմ ենթադրել, որ այս 21 հատորյակի աշխատանքը սկսվել է այն բանից հետո, երբ որ 7 հատորյակը լավ հաջողություն է ունեցել։ Այո, կարող եք ենթադրել, որովհետև նույն հաջողությունը 7 հատորյակը ունեցավ ոչ միայն հայրենիքում, այլ նաև Սփյուռքում։ Այսօր կարելի է ինչ որտեղ նաև հպարտորեն ասել, որ մենք շուրջ 3000 օրինակ այդ 7 հատորյակը ինքը տարածված է ամբողջ աշխարհում։ Եվ շատ հաճախ ինձ համար հաճելի է նույնպես, որ զանգում են տարբեր երկրներից, ասում են, պարոն Արոյան, գիտեք, այնքան մատչելի են, այնքան գեղեցիկ են, այնքան հարմար են իրենց չափսերով, որ խնջույքների շուրջ, սեղանների շուրջ մենք դրած գրքույկները աննկատելի վիճակով, սակայն կարողանում ենք երգը պահել, երգը երգել եւ իսկապես այդ 7 հատորյակի պարունակությունը այստեղ կա, թե սա նոր բան է։ Բնականաբար կա այստեղ, որովհետեւ նախկինում աշխատված տարբերակ է 7 հատորյակի եղել իր 223 երգերով եւ այդ 7 հատորյակը նույնպես երգերի ընտրանի է։ Եվ մենք չենք կարող ուղղակի այդ 223 երգերը, որոնք որ լավագույն հայ տարբեր ժանրերի լավագույն երգերին չընդգրկել այստեղ, իհարկե արդեն նոտագրված հավելվածով։ Հասցեատերն ով է, մասնագիտական շրջանակները, թե ինչպես ընդունված է ասել, լայն շրջանակներ, հա։ Միանգամից ասեմ, որ հասցեատերը երգասերն է, լայն շրջանակն է։ Սակայն սա շատ կարևոր նշանակություն կունենա իհարկե մասնագետների համար էլ, իհարկե երգիչների համար էլ, իհարկե երաժշտագետների համար էլ, ինչու՞ չէ նաև կոմպոզիտորների համար էլ։ Որովհետև շատ հաճախ մենք փորձում ենք հենց ման գալ գտնել այն երգերը, որոնք որ այդ բանին եկել է մեր միտքը կամ մենք ուզում ենք երգը հիշել, թե որտեղից է գալիս, արմատները, հեղինակները, նրա ճիշտ նոտագրությունը եւ չենք կարողանում գտնել։ Այստեղ առավել մատչելի, հնարավոր, հեշտ գտնվող տարբերակով մենք կարողացել ենք ներկայացնել հայ ազգային երգը իր բոլոր դրսևորումներով։ Ասացիք, որ որոշակի ճշգրտումներ են եղել տեքստային մասով,
Մոտարապես ինչ տպավորություն ստացաք, որ ժանրի, որ երգերն են, որ այս առումով ավելի շատ տուժված են։ Դե հայ ազգային պարզ է, չէ՞ ինչ նկատում են, աղավաղվել են եւ այլն։ Հայ ազգային երգը իր հիմնական երկու կարևորագույն ճյուղերով հոգեվոր երգշարականներ տաղեր գանձեր եւ ժողովրդական երգը, որ պարունակում է իր մեջ գլխավոր 3 ժանրերը, դա գեղեցկական երգն է, աշխարհագրականական արվեստը եւ քաղաքային երգը։ Եվ 19-րդ դարի կեսերից մեր իրականության մեջ մտավ կոմպոզիտորական արվեստը։ Կոմպոզիտորական արվեստը, որը որ մեր բազմաթիվ հրաշալի կոմպոզիտորների երգերով նույնպես բավական մեծ մաս է կազմում մեր ազգային այս երգարանը։ Առավել շատ տուժել է հայ ժողովրդական երգը։ Որովհետև հոգևոր երգերը իրենց բնօրինակներով հիմնականում որ պահվում են եւ Մատենադարանում եւ տարբեր նման պահոցներում, իրենք ճշգրտորեն են ներկայացում նաեւ մեր կատարողների կողմից։ Սակայն ժողովրդական երգը իր բազմաթիվ դրսևորումներով իհարկե միշտ տուժել է կատարողների կողմից, հարմարեցրել են կազմողների կողմից, երգարանների նաև կազմողների կողմից, թարմացվել է, եղել են նաև պահերել, որ ասենք տվյալ ժամանակաշրջանի հետ համապատասխան տեքստ է գրվել, սակայն ինչ-ինչ պատճառներով, երբ ժամանակաշրջանը փոխվել է, հարմարվել է տվյալ ժամանակաշրջանի իրավիճակի, պատմության, քաղաքականության եւ այլնի հետ։ Եվ փոխված տարածվել է ժողովրդի մեջ։ Բազմաթիվ մենք ժողովրդական երգերի մեջ կարելի ասել երևի 50%-ը նման վիճակի մեջ են։ Չգիտեմ, այդ կերպ, նախկինի կերպ երգերը այսօր կարող ասեն, ոչ հրատապ չէ, այսօր այլ ժամանակներ են, այսօր այսպես է, բայց ես կողմնակից եմ, որ երբևէ ձեռք չտրվի ոչ հեղինակների տեքստերին եւ ոչ էլ ընդհանրապես փորձել նոր մշակումներ անել եւ այլն։ Այսինքն որպես ավարտուն գեղարվեստական արժեք եւ պետք չի այլևս երգը ինքը փոքրածավալ ստեղծագործություն է։ Երևի շատ հաճախ ճիշտ երգ գրելը, գեղեցիկ երգ գրելը շատ ավելի դժվար է, քան մեծածավալ որևէ մի ստեղծագործություն։ Իմ կարծիքով այդպես է, որովհետև երգեր կան տվյալ տարբեր ժողովուրդների մեջ, որոնք որ բոլորի շուրթերին են։ Եվ փոքրիկ այդպիսի ստեղծագործություն ստեղծել, որը որ բոլորի շուրթերին կլինի, հասանելի կլինի, գեղեցիկ կլինի եւ սիրելի կլինի, դա կարծում եմ մեծ տաղանդի արդյունք պետք է։ Երգը անկողոպտելի արժեք է, կարծեմ թե միտեղ հանդիպեցի այդպես է ասել։ Այո, ես այդպեսի միտք արտահայտել եմ։ Երգը անկողոպտելի արժեք է, բայց իմ ասելով դա չի նշանակում, որ մեր երգը չեն կողոպտում։ Մեր երգը փորձում են կողոպտել։ Սակայն նա անկողոպտելի է հենց առաջին հերթին մեզ համար, որ մենք կարողանանք այդ երգը պահել, երգը տարածել, ճիշտ ձևով ներկայացնել։ Եվ մեր երգի մեջ, որովհետև մենք նրա կրողն ենք, երբևէ որևէ ներարկումներ, օտար ներարկումներ չունենք։ Խոսքը սրա մասին։ Բայց եւ կողոպտվում է եւ մենք ենք հա դրանով զբաղվում։ Հասկանալի է, որ կողոպտվում է եւ կողոպտում է ոչ միայն երգը։ Կողոպտվում է մեր մշակութային տարբեր ժանրերի իհարկե եւ պարը եւ շատ արժեքներ, խոհանոցի մասին եթե խոսենք եւ այլն կամ երաժշտական նվագարանների մասին խոսենք։ Չնայած շատ հաճախ եւ խոսքը գնում է մեր երաժշտական նվագարանների մասին, միանշանակ ասել, որ այդ բոլոր նվագարանները մերն են, ես այստեղ իհարկե նվագարանների առանձին էջեր կա, որտեղ ներկայացնում եմ հայկական նվագարաններ։ Միանշանակ ասել, որ սրանք բոլորը մերն են, անհնարին է իհարկե, դժվար է, բոլորն էլ կարող են ասել, նույն տարածաշրջանում են ապրել, բնակվել։ Սակայն կա այստեղ այսպիսի մի միտք. նվագարանների ազգային պատկանելիությունը սահմանվում է ժողովրդի երաժշտական կենցաղում խաղացած դերով եւ կարեւորության աստիճանով։ Անկախ նրանից այդտեղ է ստեղծվել թե ոչ։ Անկախ նրանից այդտեղ է ստեղծվել թե ոչ։ Նույն Քամանչյան ամենայն հավանականությամբ, չասենք էլի միանշանակ ամենայն հավանականությամբ ստեղծվել է հին Պարսկաստանում։ Սակայն հետագայում հայերս այնպես են Քամանչյան մեծ հոգեարազատ ձև օգտագործել, նույն Սայաթ-Տուղան բազմաթիվ մեր աշուղները եւ 20-րդ դարի սկզբին Սաշա Ուգանեզաշվիլին Քամանչյան 3 լարանոցից սարքեց 4 լարանոց։ Եվ այսօր աշխարհում մեկ Քամանչյան 4 լարանի երաժշտական նվագարանն է եւ լիովին մենք կարող ենք ասել, որ այն նաեւ հայկական նվագարան։ Երբ խոսում եք, ես հիշեցի ՅՈՒՆԵՍԿՕ-ի այն հայտնի ցանկը ոչ նյութական մշակութային արժեքների, այդ թվում եւ կերակրի տարբեր տեսակներ, երաժշտական գործիքներ եւ այլն, երբ որ տարբեր ազգեր, ազգություններ հայտ են ներկայացնում, ապացուցում են, որ իրենցն է, դե հետո եթե ընդգրկվում է մյուսն է սկսում դժգոհել թե Այսինքն ճիշտ է ոչ թե հաշվի առնել այն, թե որտեղ է ստեղծվել, այլ թե ինչ ազդեցություն է ունեցել, ինչ գործածություն է ունեցել, ինչքան է տարածված եղել տվյալ ազգի մշակույթի մեջ։
Եովին համաձայն եմ ձեզ հետ, դրա մասին իհարկե մասնագետներն են ասում, դա իրականությունն է, որովհետև դու օգտագործելով նրան փայփայելով, գուրգուրելով, ավելի մշակելով, ավելի գեղեցկացնելով, իհարկե նաև դրանով սարքում ես նաև քոնը։ Եթե ոչ երաժշտական գործիքների, ապա հենց երգերի, այս մասով էլ հնարավոր է ճշգրիտ որոշել, թե այս երգը հնուց եկած որտեղ է առաջացել։ Որտեղ այդ հարցում էլ ահագին տարաձայնություններ լինում են։ Այո, իհարկե ահագին տարաձայնություններ լինում են, սակայն հայ երգը այլ երգի հետ խառնելը իմ կարծիքով անհնար է։ Հայ երգի մեջ կա մեր պատմությունը, հայ երգի մեջ կա մեր աշխարհագրությունը, հայ երգի մեղեդայնության մեջ կա այնպիսի բաներ, որ այլ ազգերի երգերի Այդպիսի դեպքեր ես հիշում եմ, Սարի աղջիկ եւ այլն, հա, այդպես է։ Շատ երգեր։ Իհարկե առաջին հերթին մենք պետք է ասենք դեռևս քրիստոնեության տարածումից հետո, որ արդեն մեր հոգևոր երգը չէ, սկսեց նաև մտնել մեր եկեղեցիները, իհարկե ժողովուրդը անդադ գնում էին, այնտեղ լսում էին դրա մասին, հետագայում նաև իրենց տանել էին երգում այդ երգերը, հետո աշխարհիկ երգերը, որ արդեն առավել շատ տարածվեցին, մեր իրականության մեջ հայը միշտ երգել է, ամեն տեղ, աշխատելիս, գործելիս, ճախարակ մանելիս, երեխա օրորելիս, ամեն տեղ հայը երգել է, ամեն պահին, նույնիսկ բոլոր բառերն են, որ հայոց մեջ մտել են, դրանք ունեն որոշակի նախապատմություն։ Նույն հորովել բառը, հրաշալի բառը։ Մենք շատ հաճախ չգիտենք ինչ է նշանակում հորովել, սակայն դա աշխատանքային երգի ընթացքում ստեղծված բացականչություն է հո դեպի առավել եզին, գոմեշին կամ լցկանին, որ քշել են եւ երգով են տարել դեպի առավելը, առավելը դա երկու ուրեմն աշխատպետ գյուղացիների իրենց բաժանող հատվածներ, առավել էր կոչվում։ Եվ իրենց լցկանը քշում էին դեպի այդ առավելը, այդպես առաջացել է հորոլո, հորովել, հետագայում ռն ավելի փափկել, դարձել է հորովել։ Եվ նման բազմաթիվ բաներից ստուգաբանությունները Գորանի ինչ է նշանակում, հայրեն ինչ է նշանակում։ Պետք է թե կա։ Ես այո, ուզում եմ իմ խոսքը հենց բերել դրան, որ այստեղ նման բոլոր բառերի Եվ ոչ միայն բառերի, այլ նաև հայ երգի մասին նախապատմությունը, թե ինչպես է ստեղծվել, պատմական փաստեր, հետաքրքիր դրվագներ, սա մի հրաշալի հանրագիտակ է հայ երգասերի համար, որտեղ ինքը գտնի բազմաթիվ հարցերի պատասխաններ, որ այլևս երբևէ սեղանների շուրջ իզուր վիճաբանությունների ժամանակ նոր թյուր սխալ կարծիքներ չլինեն մեր երգի մասին։ Խոսեցիք երգի կարևորության, պահպանելու, տարածելու կարևորության մասին, սա մի ճանապարհ է, էլ ինչ է պետք անել, ինչպես է պետք անել։ Երգի կարևորությունը միշտ է եղել, միշտ մեր մեջ։ Կարծում եմ երգի կարևորությունը նաև նրանումն է, որ մենք նաև երգով կարողացել ենք հաղթել ոչ միայն մեր զավակին օրորել։ Հենց այդ օրորոցն նաև ասել զարթիր լավ։ Բայց երբեմն մենք երգով կարողացել ենք եւ այդպիսի պատմություններ կա մեր դժվարին պահերով երգով որոշակի խնդիրներ լուծել։ Ինչու՞ չէ, երգով առաջնորդել, երգով հաղթանակել եւ նույն երգով էլ ամենաթարմ օրինակ կարելի է ասել, ինչու՞ չէ, մեր արցախյան պատերազմ հերոսամարտը, որի ընթացքում բազմաթիվ հրաշալի երգեր են ստեղծվել։ Կանք էլի այս ժողովածուին շնորհանդեսը արդեն տեղի է ունեցել, արդեն կարելի է ձեռք բերել, որտեղ ինչպես են մարդիկ ձեռք բերելու։ Այո, բավական մեծ շնորհանդես տեղի ունեցավ Հակոբ Պարինյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում հոկտեմբերի 12-ին եւ շնորհանդեսը իրականացվեց Հայաստանի Հանրապետության Սփյուռքի նախարարության հովանու ներքո, ծրագիրն էլ այդ իրականացվել է Սփյուռքի նախարարության հովանու ներքո։ Շնորհանդեսի ներկայացրած ֆինանսական միջոցները Սփյուռքի նախարարությունն է հատկացրել։ Ոչ միայն ֆինանսական միջոցները իհարկե մեծ խորին երախտագիտություն եմ հայտնում, նաև լիբանանահայ բարերար Հարութ Խաչատրյանին, Գոհար անսամբլը բոլորս գիտենք, Հարութ Խաչատրյանին երկարների հանդեպ ցուցաբերած իր անմնացորդ նվիրումի համար, որտեղ տպագրությունը մենք կարողացանք իրականացնել նաև իրենց միջոցներով։ Ես Սփյուռքի նախարարության հովանու ներքո, որտեղ ունեցավ շնորհանդեսը, իհարկե այնտեղ լեփլեցուն դահլիճը հիմնականում մասնագետներն էին, երաժիշտներն էին, երաժշտագետներն էին, կոմպոզիտորներն էին, երգիչներ էին։
Եվ այն ինչ տեղի ունեցավ, կարծում եմ մեծ բավականություն պատճառեց բոլորին, ոչ միայն նրա համար, որ ինքը ուղեկցում էր նաև հարակից գեղեցիկ համերգային ծրագրով, այլ նաև այն բանի համար, որ բոլորը մատնանշում են, որ իսկապես այն շատ կարևոր է։ Այն սպասված էր։ Այն երևի վաղուց արդեն ժամանակն էր, որ լույս ընծայվեր եւ հասանելի լիներ բոլորի համար, որովհետեւ հետագայում մենք գրախանութների կամ տարբեր միջոցներով երգասերին հասցնելու խնդիրը, որովհետև այսպես եթե մենք նայենք, կարող ենք ասել, որ ինքը բավական թանկ տեսք ունի։ Սակայն հավատացնում եմ ձեզ եւ բոլորին, որ այն կլինի բավական մատչելի իհարկե իր տեսքը դրան է տանում, որ շատ թանկ կլինի, անհնար է ձեռք բերել, բայց հնարավոր պայմաններ մենք կստեղծենք, որ բավական մատչելի լինի գնորդների համար։ Գրախանութներում պիտի փնտրել։ Գրախանութներում կլինի, տարբեր տեղերում կլինի, իհարկե կազմակերպությունների միջոցով կարելի է ձեռք բերել նման բազմաթիվ խնդիրներ։ Եվ ոչ միայն գրախանութներում, այլ ստեղծվում է, արդեն ստեղծվել է իհարկե երկարան.am էլեկտրոնային կայք, որի միջոցով նույնպես օնլայն վաճառքներ կլինեն եւ այլն։ Առաջին հատորյակի մասին որ խոսում էինք, ասացիք որ մեծ հաջողություն է ունեցել նաեւ Սփյուռքում։ Հիմա ենթադրում եմ սա պիտի տարածվի նաեւ Սփյուռքում։ Այո, Սփյուռքի նախարարության մասին խոսելիս ասեմ, որ գլխավոր առաքելությունը Սփյուռքի նախարարության նաեւ հետեւյալումն է, որի մասին ասաց նաեւ նախարար Հրանուշ Հակոբյանը ՊՄ-ից, որ այսօր շատ կարեւոր է հայ երգը ճշմարիտ երգը տարածել նաեւ Սփյուռքում։ Մենք այնտեղ բավական կորուստներ ունենք եւ լուրջ կորուստներ ունենք։ Եվ նման երգարանները Սփյուռքում տարածելը իհարկե այսօր հրամայականներից է։ Եվ բնականաբար Սփյուռքի նախարարությունը որոշակի իհարկե իր հնարավորությունները օգտագործելով կարծում երգարանները համայնքների միջոցով կամ այլ ձևերով իհարկե կհասնեն մեր սփյուռքյան բոլոր կառույցներին։ Սպառվեց մեր ժամանակը, թեև բավական հարցեր կային, որ չհասցրեցիք շոշափել, ամեն դեպքում բավարարում ենք այսքանով, շնորհակալ եմ զրույցի համար։ Ես էլ եմ շնորհակալ։ Այսքանը սա երկրի հարցը ծրագիրն էր, ես այսօր զրուցում էի մշակութային գործիչ Սամվել Հարոյանի հետ։ Լավ մնացեք։